Սարո, Հասանալ է։ որ խնդրեմ ուշքի կգաս։ Այսինքն։ Այսինքն ընկերոջդ կյանքը մազից է կախված։ Այնքան զանգի միջև պատասխանի, չգիտեմ, դավային զանգի, ինչ ես այնց սառած նստել։ Քուրս կլինի ինձ խորհուրդներ չտաս։ Ինչի Սարո, նեղվում ես, որ ճիշտն եմ ասում։ Կլինի գոնե հիմա ձեր պրինցիպները դնեք մի կողմ, համախմբվենք, հասկանանք ոնց ենք այս հարցին լուծում տալիս։ Դավային զանգի։ Ասա Սարիկ։ Դավո ինչ նորություն կա Լեոից։ Մենակ գիտենք են, որ Լեայի հետ է այդքան բան։ Ինչ ես մտածում, ինչ կարող անենք։ Ես ինչ պետք է կանեմ, մի անհանգստացի։ Դավո չեմ կարա չանհանգստանամ, ընկերս է։ Սարիկ, աղբերս է։ Ես ինչ որ պետք է կանեմ։ Ապրես որ զանգեցիր, բայց դու հանգիստ այ քո գործերի։ Հետո էլ պրինցիպներից ես խոսում։ Այդ Դավոն պետքա պրինցիպները մի կողմ դնի, իրան լրիվ 15 տարեկան լակոտի պես է պահում։ Ինչ ասեց։ Ուսում ախպերս է, ինչ պետքա ես կանեմ։ Լուրջ գժվել է այդ տղան։ Չէր կարա, չէ՞, ես խելքը գլխին մարդ հանդիպեր։ Որ քիթը ջարդեմ լավ կանեմ, չէ՞, բոլորդ կնեղվեք, բայց։ Սարո քիթը ջարդելով հարց չես լուծում։ Դրան նմանները տենց են հասկանում։ Թե քեզ խի լսեցի, որ զանգեմ իրան մի հատ էլ հետս տենց խոսա։ Այդ Լեոին կոնկրետ ուր է գալի, որ հունանը մտնում է մեր տուն, ոնց ուզում խոսում, ինչ ուզում ասում է։ Մենք էլ չենք կարող պատասխանենք։ Իրականում ճիշտ է լանում, մի բան էլ քիչ է անում։ Ես լինեի իր տեղը, կգայի կասեի ձեր դեբիլի վրա քանի անգամ պետքա ոտերս մաքրեմ, որ հասկանա, որ մեր ընտանիքի հետ պետքա գործ չունենա։ Դավո ինչ կլինի չխոսես։ Չէ, չի լինի, պապի։ Դե չի լինի ուրեմն գնա սենյակը, դուռը փակի, ինչքան ուզում ես խոսի։ Հեսա որ թորանդ լեշը բերեցին, այդ ժամանակ ես սուս կմնամ, դու ինչքան ուզում ես կխոսես։ Մանան, ինչ է եղել։ Խոսա, Անան, ինչ է եղել։ Խոսի այ բալը։ Լեո ջան, ինչի չես պատասխանում։ Աղբոր բալա, ոնց ես ցավը տանեմ։ Այդ հոպարը զանգում է, զանգերից չես պատասխանում, հա։ Զանգում եմ տենան ոնց ես, ինչ կա չկա, ոնց է բալիս տրամադրությունը։ Լեոս, մեռնեմ կյանքիդ։ Մի հատ շատ լավ սիրուն տեղ նստած եմ, լավ ժամանակ եմ անցկացնում։ Զանգեցի, որ միանաս ինձ իրար հետ ուրախ հանգիստ լավ ժամանակ անցկացնենք։ Կյանք սովորված չես։ Մեր ապրած ոչ մի վարքյանի համար չեմ զղջում։ Բայց ինչ կլինի, երբ դու իմանաս ով եմ ես։ Ով է իմ հայրն ու ինչ է արել։ Վախենամ այդ ժամանակ դու զղջաս։ Լեա կարող մի բան ուտես։ Էլի մտքերով խորացար։ Վախենում եմ շատ, Լեո։ Նորից սիրտը ձիճեց իր տեղը մտքերիդ։ Դե չէ, ընդամենը լարված եմ։
Ինչի՞ց։ Ինձ էս տարօրինակ լռությունն էլ արվածության մեջ գցում։ Լեա ջան, կարաս հիմա ներվերս չխախտես իրար, թողես հանգիստ այս պահը վայելենք ու քո լարվածությամբ չփչացնես ամեն ինչ։ Լեո, հասկացի, papan չէր կարա սենց հանգիստ նստեր ուղակի։ Հա որ ինչ որ բան եղած լիներ, հաստատ ձենը կլսեինք։ Իսկ ողը մի հատ ձերուն զանգես։ Մերոնց ինչի զանգեմ։ Դե զանգելի, խնդրում եմ, կարող հանկարծ papan ընդեղա գնացել։ Դու ես կարգի լարված ես, Լեա։ Լեո, ես չեմ ուզում, որ իմ պատճառով ընտանիքիդ նեղացնի։ Հապա պիանիխիտ են սպանալիր, կամ այդ ինչ արիր ընդհանրապես։ Մնում էր քեզ բացատրություն տայի։ Չէ, ինձ բացատրություն տալու կարիք չկա, բայց կարող է լսած լինեն, չէ։ Հիմա այդ ինձ ընդհանրապես չի հուզում, Գրիշո։ Ինչի՞ հետաքրքրում է։ 20 տարիա բոլորից ամեն գնով թաքուն ես բա այդ ամեն ինչը, ասես մի հատ անկապ բանի պատճառով իմանա։ Թքած ունեմ։ Ուզում ես կարաս ֆռած հետ գնաս մտնեմ իրաց տուն ու ամեն ինչ ասեմ։ Ուժեմ ասում ես Լեայի բացակայությունը լրիվ քեզ շարքից հանել ապա։ Նախ Լեան բացակա չի, դրանց լակոտի հետ է։ Ու որ պահին ես դրանց իրար հետ բռնեցի սպանելու եմ։ Ում ես սպանելու այդ գյադուն թե աղջկադ։ Թե երկուսին միասին, բաբ ջան։ Դու պետք լինի երկուսին էլ կսպանեմ։ Հիմա ասեմ քեզ։ Դու ինչ ես եկել, քեզ ով էր խնդրել գայր։ Եկել էր որ պաշտպաներ, հա։ Բայց ով է դրանց պաշտպանը, եկել է քո հետևից։ Թե եկել էր նախքին կնոջդ պաշտպաներ, որ դրանց հետ միասին չտայ պատերով։ Ես ընդ նախքին կնիկ չունեմ։ Ինքն իմ ներկայիս կինն է, մենք չենք բաժանվել։ Շատ ավելի վատ քո համար։ Բաժանված չես կբաժանվեք։ Անուշակ ջան, լավ չես։ Մանան դրան կարող է քեզ դուրս ինչ-որ բան են ասել։ Մանա։ Պայման ես։ Ինչ է, մանա։ Սպասի ջուր բերեմ։ Քանի պապին ստեղ չի, հասա տնամ ինչ է եղել, մանա։ Մանա։ Խմբի բան ես։ Անան, խոսա, մի վախեցրու ինձ։ Վերջապես կասես ինչ է եղել, մանան։ Մի օր ամեն ինչ մի կողմ եմ դնելու, մտնեմ ներս ու ամեն ինչ պատմեմ։ Ասեմ թե ոնց եմ դրանց Ռաֆի գլուխը մեջտեղից բացել, ոնց եմ սատկացրել։ Տենամ այդ ուժեղ տղերքից ով կմնա։ Պապա, ինչ կամից։ Արգենակ տենանք ինչ ենք անում, ստե կայնելու ոչի բանի չենք հասնելու։ Մանավանդ սրանցից ենք ուզում իմանանք։ Յոթուց իմանանք, Հոգնել եմ այս ամենից։ Ուզում եմ փախնեմ։ Մանան արի օգնել քեզ։ Չեմ ուզում։ Պետք չի։ Ինչ եղավ ես երեխա։ Երևի դուրս ընած բան են ասել, որից շատ է նեղվել, բայց մեզ չի ասում ինչ։ Շատ վատ բան են ասել ուրեմն։ Որովհետև Մանուշակին նույնիսկ երեխային կորցնելուց այսքան կոտրված չեմ տեսել։ Տեր Աստված։
Ինչ պարզեցիք, ինչ ասացին։ Ինչ ասեմ, մամ ջան։ Մի քիչ էլ մնայինք այնտեղ բոլորին հայտարարելու էր, թե ինքը ոնց է սպանել դրանց հորը։ Հա։ Քեզ էլ մենակ է տան ուզում, չէ՞ երևի։ Մտածում ես, թե քո նախքին կինը ինչ կա մտածել քո մասին։ Լավ, ժամանակ եք գտել իրար հետ վիճելու։ Լեոյի հետ կապված ինչ ասեցին, խոսեք։ Ինչ պիտի ասեին։ Մարդիկ մի հատ էլ ինձ երեսով տվեցին։ Ասուսին այդ ոնց որ դու չգիտես քո աղջկա տեղը, ինչ մեր տաղուց ինչ ես ուզում։ Այդքան։ Չէ։ Հասեն տվեցին, ասեցին գնա որպես հայր քո օրհնությունը տուր։ Կարող ես դու գաս քո մայրական օրհնությունը տաս, հա՞։ Ամեն ինչ պատմում եմ դրանց։ Ասեմ թե ոնց եմ դրանց ռաֆի գլուխը մեջտեղից բացել։ Ոնց եմ սատկացել։ Ոնց կարա այս իրականություն լինի։ Ոնց։ Ես հարս էի գնացել մի մարդու տուն, ով փչացրել էր իմ ամբողջ կյանքը, ով զրկել էր ինձ հորից։ Ես պատրաստվում էի պապիկ դարձնել իմ հորը սպանողին։ Ոնց եմ ատում քեզ հունան մակունց։ Ինչի մենակ քեզ, քո ամբողջ ընտանիքին, քո լակոտներին։ Ատում եմ նույնիսկ ինձ ու Լեոյին ձեր ընտանիքի հետ կապ ունենալու համար։ Դու պատասխան ես տալու հորը սպանության համար։ Չեմ ասում, պապի։ Ես ես կյանքում ոչ մեկից այդքան չեմ զզվել, ոնց որ ես ունանից։ Անհաջող մարդ է բալես։ Բայց մարդ է էդի, պապի։ Որդին իրեն ավելի լավ դրսևորեց։ Դեն էլ մանանի մոտ է իրան ցույց տալիս դրա համար։ Դուք չեմ ասում, պապի։ Այդ հունանին արժի սպանել։ Իմ թորը չի կարող մարդասպան լինել։ Այդ անասունի ուզած է հենց դա է, որ ձեզ պատմության մեջ գցի։ Այդքանը կարաս այն մյուս թորանդ ասես, որ այսքանից հետո գնաց էլի հունան մակունցի աղջկա հետ միացավ։ Պատկերացնես ինչա լինելու, եթե հետի իր աղջկան ու Լեոյին գտնի։ Մանանի վիճակից եմ վախենում շատ։ Շատ տարօրինակ է իրան պահում, հատկապես երբ որ դրանց գնալուց հետո տուն եկավ։ Յա, այսօրվա հերոսն է զանգում։ Ալո։ Դավ ինչ կա, ոնց եք։ Շատ լավ ախպերս, ավելի լավ չերը կարա լիներ։ Դե իհարկե քո շնորհիվ։ Շատ ապրես, որ այդ մակունսեն էլի բերեցիր մեր տուն։ Ովքերով էին եկել, որ։ Լեոն հենց էս հարցնում ոնց որ եկել էին խնամախոս, ուզում ես իմանաս ովքեր էին եկել։ Հունաններ եկել իր տղու հետ։ Ասեմ ինչի համար էին եկել, թե հասկացար։ Ասա որտեղ է, ինչ անում, երբ է տուն գալու, ասա այդ աղջկան էլ վերադարձնի։ Պապին ասա արդեն ուշ է։ Արա դու գոնե հասկանում ես այդ արտահայտությունը թե ինչա նշանակում, որ ասում ես ուշ է։ Դավո վերջ, լավ, հետո կխոսանք։ Հիմա չես գնում Լեոյինց տուն։ Իհարկե չէ։ Սարո իմ խաթր։ Նարա ջան, ամեն ինչ դրեցի մի կողմ, ինքնասիրությունը, ամեն բան դրեցի մի կողմ, զանգեցի Դավոյին։ Հետը սնեց խոսած ոնց որ ես ով եմ, որ զանգել եմ իրան։ Ես չեմ հավատում։ Դավոն չէր կարող քո հետ նման կերպ խոսեր։ Շատ իզուր որ չես հավատում։ Շատ վատ ու կոպիտ խոսած։ Ունես որ ես ինձ ավելորդ զգացի։ Հիմա խի պիտի գնամ։ Որովհետև ընկերոջդ կյանքն է վտանգված։ Ընկերոջս եթե հետաքրքիր լիներ իմ ներկայությունը, Դավոն հետս մեզ չէր խոսա։ Հուսամ դու էլ քո տեղը կմնաս ու ավելորդ անգամ փրկիչ չես խաղա։ Ընտանիք, ձեր սիրտը ուտը։ Գալիս էի մտածում էի հանկարծ քնած չլինեք։ Ես ոնց ես։ Ինչի ես եկել, ավո։ Պապա, դու ընդհանրապես լսում ես սա հետս ոնց է խոսում։ Ես ինչ ես արել եկել։ Լավ եմ արել։ Լեոյիս համար եմ բերել։ Վերել եմ, որ աղբորս բալեն մի հատ լավ սանվի, հիմա իրան իմունիտետ է պետք։
Ձայնային եմ ուղարկում, չի պատասխանում։ Լեո, լարի հոպարն է եկել։ Լեոն տունը չի ավոր։ Բա, ուրա։ Դες ծեծված, ջարդված մարմնով ուրա գնացել։ Իբր մեծ խնդիրները քիչ էին։ Էս բան ա եղել հարազատություն։ Բան կա, որից տեղյակ չեմ։ Աբո, շատ վատ եմ զգում սրտովս գնա։ Հաց, հավատ տանեմ։ Իմանամ ինչ ա եղել, էլի ձեր սրտով գնամ, ախր ես զգում եմ, որ մի բան են չի։ Լեոյից զանգեմ, Լեոս չպատասխանի։ Քիչ առաջ աներձակը դերեկել։ Հետ ո՞ն ա, աներորդին։ Ավոր լուրջ եմ ասում, հավեսը չկա գնայելի խնդրում եմ։ Հոպարիդ հետ դու սենց մի խոսա, անդաստիրակի տպավորություն ես թողում, էդ հելը հեջ, հորս անվան հետ ես խաղում։ Հունանը ընկած Լեոյին ա փնտրում։ Հա, հունանը հենց այնս Լեոյին չէր փնտրի, հաստատ մի բան են չի։ Լեան էլ չկա։ Արդեն պարզա, աղունիկները միասին են։ Դու կարող ես ինչ-որ բան գիտես։ Դավո ջան, ցավը տանեմ։ Ճիշտ է, դուք հոպարիցդ ամեն բան թաքցնում եք, դուք ինձ ընդհանրապես չեք իրազեկում, թե ինչ ա կատարվում էս պատերի ներսում, բայց հոպարիդ համար ամեն ինչ պարզ է, երբ որ ինձ պետք է։ Հիմա էլ պարզից պարզ է, որ հունանը եկել է, ահա տվել, դրա համար թարլան հերս դարել է մի բուր։ Նախ մեր պապը մի բուր չի։ Երկրորդն էլ իր մասին 3 հոգի կա այս աշխարհում, որ հոգատանում։ Դու հաստատ ավելորդ ես այս դեպքում։ Դու տանն ես մնալու հիշի խոսքս, որովհետև դու շատ բարդ բնավորություն ունես։ Հերս, ես գնացի ցավը տանը։ Ինչ որ բան պետք է լինի, տաղուտ մի անգամից խաբար արա։ Հա, թարմ միրգ եմ առել թանկանոց խանութից։ Մանանից կանչեք թողեք տեղավորի, հա, չփչանա։ Մի փեշ փող եմ տվել, կուտեք չփչացնեք։ Այ գնա։ Գնում եմ։ Ես գիտեի, որ պապան կանգ չի առնի։ Հերդ իրա քայլերի մեջ ազատ է Լեա։ Ինչ ուզում է թողանի, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ուղղակի թող մերոնցից հեռու մնա, ու իրան ճիշտ բայ իրանց նկատմամբ, թե չէ շատ վատ կլինի իր համար։ Ախր ես հենց սրանից էի վախենում։ 1000 անգամ ասեցի, որ դու վախենալու կարիք չունես իմ կողքը։ Ինչ է ասել պապան Լեո։ Ինձ չի հետաքրքրում ինքը ինչ է ասել։ Խնդրում եմ, որի տուն գնանք։ Հետ գնալու մասին միտք մի ունեցի։ Հերդ էլ հենց այդ է ուզում, որ մեզ խուճապի մատնի։ Լեո, բայց մենք չենք կարող մեզ էգոիստի նման պահենք, ախր մենք ուրիշներին ենք վտանգում։ Մենակ ես եմ իրան պետք։ Լեո, ես ինձ քո համար եմ վախենում։ Հանգստացի։ Այդ տասնեղից կշապրտեմ ինչև դուրը կհասնի։ Ինչ ես քեզ սենց պահում։ Իսկ ոնց պահեմ։ Դու ժամին նայել ես։ Ես արյուն քրտինքով ես ամեն ինչը ստեղծել եմ, որ սենց ընտանիք ունենամ, սենց երեխեք։ Խնդրում եմ, հունան քեզ կառավարի։ Ոնց կառավարեմ, երբ որ աղջիկս տանը չի։ Թշնամուս լակոտի հետ չգիտեմ որտեղ է։ Դու պատկերացնում ես այս պահը ինչ հետևանքներ կարա ունենա։ Ես շատ բան եմ պատկերացնում, բայց մենք ոչինչ չենք կարող փոխել մեր ուժերից վերը։ Այսքան ժամանակ իմ ուժերից ոչինչ վեր չի եղել ինա։ Կտամ այդ լակոտին էլ կսպանեմ, աղջկատ էլ հետը։ Եթե հանկարծ իմացել եմ Պապ գնա քնի էլի։ Չեմ կարողանում, ոնց քնեմ։ Դե գնա պարկի մեկ էլ տեսար քունը տարավ քնեցիր։ Են ավոյ հետ շատ կոպիտ ես խոսում։ Պատրան կներես, բայց ինձ ավոն ընդհանրապես չի հետաքրքրում։ Հիմա ես Լեոյի մասին եմ մտածում։ Պատկերացնում ես, բա որ հանկարծ Հունանը գտավ Լեոյից։ Լավ, այսօր չգտնի, վաղը չգտնի, մինչև երբ են թաքնվելու։ Չգիտեմ, պապ։ Չգիտեմ մենք ոնց ենք Լեոյի արածի տակից դուրս գալու։ Են մանանն էլ են տեղափակվել։
բան չի ասում։ Եթե Լեոյից համար անհանգստանար հիմա մեր կողքը կլիներ։ Այո։ Այստեղ ուրիշ հարց կա, բայց չի խոսում։ Իմանալով հանդերձ, որ ես իր զոհի աղջիկն եմ, թույլ ա տվել որդին ամուսնանա հետս։ Հրեշա, ով տարիներ անցել չի հանգստանում։ Պարզա որտեղից ա գալիս իր ատելությունը մեր ընտանիքի հանդեպ, բայց ես իմ ընտանիքում լուր կմնամ, որ նորից հրեշի երախում չհայտնվենք։ Ահա։ Որոշի շպանդաճակատ աղջիկ դու դուս է կարայ մանան։ Անդը վերցել է էլի արես անտերը։ Լեա։ Լեո։ Բարի լույս հրաշք։ Բարի լույս սերս։ Ես ինչ սիրուն նախաճաշ ես բերել։ Նա։ Դու փաստորեն սենց ռոմանտիկ ես լինում։ Ոնց որ ինձ նոր ես բացահայտում, Լեա։ Սիրում եմ քեզ շատ։ Ես էլ քեզ։ Լավ ես քնել։ Անհանգիստ։ Էլ մի լավ, մուշ-մուշ քնած էիր։ Գիշերը քեզ էի նայում, 3-4 ժամ։ Սկսի։ Ես առաջարկ ունեմ։ Արի ես սիրուն նախաճաշը վերցնենք։ Գնանք բնության մեջ վայելենք։ Ես դեմ չեմ։ Կուզես քեզ մահճակալով տանեմ։ Գնա ստեղից, գիր։ Գնա հոգնի։ Գոնե աչք փակեցիր։ Նախ աչք փակելու համար մարդու ուղեղը պիտի հանգիստ լինի։ Իսկ հիմա իմ ուղեղում աշխարհի մտքերն են պատտվում։ Որովհետև դու դեռ վատառողջ ես։ Այդ այլվածքներից հետո դեռ չես ապակինվել ու սթրեսային կյանք ես վարում։ Ու այդ ամեն ինչի համար հատուկ շնորհակալություն իմ երեխեքին։ Հատկապես աղջիկս։ Ու ինքը կդադարի իմ աղջիկը լինելուց, եթե լակոտին բաց չթողի ու չգտում։ Հունան, արի սթափ դատենք։ Ինչ կլինի, եթե Լեան ու Լեոն միասին լինեն։ Իսկ կարող եմ միած սառը լոգանք ընդունես դզվես։ Մենք չենք կարողանում նրանց բաժանել։ Լեան սիրում է, տանջվում է, նույնիսկ քո փաստը նրան հետ չպահեց։ Ընդամենը մի որոշ ժամանակ չհանդիպեցին ու վերջ։ Ես Հունանը չլինեմ, թե դրանց չգտնեմ ու տեղում երկուսին էլ չսատկացնեմ։ Հունա։ Պապի, ամբար գիշեր չքնեցիր, հիմա էլ հաց ես սարքում փոխանակ հանգստանաս։ Ես կհանգստանամ այն ժամանակ, երբ որ եղբայրը տուն գա, ու մենք պրծնենք իրա սարքած այս մղձավանջից։ Գնա մանանին վերցրու եկեք, մի կտոր հաց կերեք։ Մանա! Մի գոռա, գնա կարողա քնած ա դեռ երեխեն։ Շատ կախականջն է։
Պապի, սենյակում չի։ Ոնց թե։ Տենց։ Այ քեզ բան։ Սպասի է։ Չի պատասխանում, անջատում է։ Նամակ գրեց։ Ասում է հետո կզանգեմ, հիմա հարմար չի։ Պապի լուրջ եմ ասում, թորներդ ապուշ են, երկուսն են ապուշ, անիքնասեր ապուշ։ Շատ պետք է սպասենք, բանան։ Լսի դու քիժ ես, ես ինչ ես անում։ Մեկը քեզ էր ուղված, մյուսը հորդ։ Ես կարող եք հալը թափել ես, ինչ ես անում, մանան։ Հա, թափելա։ Երեկվանից թափելա, երեկվանից տեղս չեմ գտնում, ուշքի չեմ գալիս, չեմ կարողանում ինձ ներեմ հարգեմ, որ ձեզ ինձ մոտ եմ թողել, որ քեզ ինձ մոտ եմ թողել։ Ես է շնորհակալությունը տա, հա, որ հորից ես պաշտպանեցի տարային քո պապային։ Դու էդ իմ համար չարեցիր, այլ ձեր համար, որ ձեր արյունով դեմքը չբացվի։ Դու ցնդել ես, լեռ ինչ ես խոսում։ Հա, ցնդել եմ, գժվել եմ, տեղս չեմ գտնում, տականք։ Լսի, ես մի կերպ եմ զսպում, մի բան կանեմ, հետդ մի հատ հավաքի քեզ էլ։ Ինչ կանես։ Կտած կսպանես, մի գրամ չեմ կասկածում, որ դու այդ կանես, որովհետև այդ արյանդ մեջ կա, որովհետև դուք մարդասպան եք, դու մարդասպանի լակոտ ես։ Արանդը խոսքերդ չափավորի, հո դու անդաստ իրակ չես, ես ինչ ես խոսում։ Ես էլ շատ դաստիարակված եմ, որ սենց եմ խոսում հորը սպանողի լակոտի հետ։ Դե խոսա, ինչ եղավ, լեզուդ կուլ տվեցիր։ Թե բան եմ հասկանում մեռնեմ։ Գլխիդ մի բան չի խոսում մանան այսօր։ Լսի հերիքա, չփորձես արնախում հորդ պաշտպանելու փորձ անես։ Ես երեկ գիշեր լսեցի քո ու հորդ խոսակցությունը։ Լսել եմ հորդ խոստովանությունը։ Հերը տա իմ հորը սպանել, լսել եմ։ Այս ականջներովս լսել եմ։ Լուրջ եմ ասում, մենակ ես մաքրոթը ամեն ինչ արժի։ Ես դու երեք գնալու կռիվ էիր տալիս։ Լավ, որովհետև վախեցած էի։ Ու հիմա էլ սենց ներքուստ ինչ-որ վախ կա մեջս։ Բայց հետո մի պահ մոռանում եմ, ուղղակի վայելում եմ այս ամեն ինչը։ Անկրկնելի տեղ է։ Մաման է զանգում։ Ես կզարմանայի, որ այսօր մի վատ բան չլիներ։ Լեո, դու տենց մի ասա։ Մաման դեմ չի մեր հարաբերություններին։ Ուղղակի մեր համար է վախենում։ Մամատ այնքանով դեմ չէր, որը տաճկից հեռու էր ուզում մեզ միացնել, բայց այդ ընդհանրապես կապ չունի, մի վերցրու։ Չեմ կարող չվերցնեմ։ Դե եթե պատասխանելու ես, ուրեմն բարձրախոս դիր, որ չկարողանանք մեզ բաժանել իրարից։ Հա, մամ։ Ոնց ես, Լեա։ Շատ երջանիկ։ Ավելի երջանիկ կյանքումս չեմ եղել։ Ուրախ եմ քեզ համար։ Բայց նաև սարսափելի վախեցած եմ։ Հայրդ անկառավարելի վիճակում է, ու եթե չվերադառնաս, չգիտեմ ինչ կլինի։ Տիկինինա, ինձ լսեք էլի։ Մենք դեր ամուսնուց չենք վախենում ու խնդրում եմ սենց թեմաներով էլ մեզ չանհանգստացնեք, լավ։ Լեո, թողներ խոսեի։ Վերկած գնացինք։ Հիմա ուր։ Արիք իմանաս։ Չէ, մինչև չասես որ չեմ գալիս։ Ոնց չես գալիս։ Դենց չեմ գալիս։ Հաստատ։ Ոայ հաստատ։ Ոայ, Լեո։
Դավ, մի բան եմ մտածել, չասես չէ։ Ուրեմն արդեն գիտես, որ դուրս չի գալու ասած այդ։ Մինչ մենք այստեղ ձեռքներս ծալած նստած ենք, այդ հիմարը բոլորին խառնել է։ Եղբորը դու աղջկան ապընտրում։ Հետո ինչ։ Միակ բանը, որ մենք կարանք անենք, էս պահին, այն Լեոին գտնենք ու համոզենք, որ հետ գա։ Մանուշակն էլ գնացել է Գրիշոյին խնդրի, որ հորը հետ կանգնեցնի։ Ուրեմն մենք բան չենք կարող անենք, պետք է Մանուշակ ինչ-որ հարցեր լուծել, հա։ Դավո, ասում եմ, կարող է զանգենք աղոյին, գնա Լեոյին գտնի։ Պապի, դու զգացել ես, որ ես վերջերս ինչ-որ բան չեղած, դու անընդհատ զանգում ես աղոյին։ Կապ չունի ինչ ա եղել, դու միշտ զանգում ես իրան։ Լավ, ինքը ով է, պապի։ Ինքը ով է, մեր կյանք ինչ ես մտցնում, ինքը մեր ընտանիքի հետ ինչ կապ ունի։ Բայց արի խոստովանենք, որ ինչքան դիմել ենք, օգնությունը չի ուշացել։ Դե բա ոնց, հոպարս վարկերը սա փագել։ Մի ծաղրի, հա։ Մարդը լավությունն անում է, բերում է, թքում ենք երեսին ճամփում։ Որովհետև ես Իրանից, կոնկրետ ես, երբեք ոչ մի բան չեմ խնդրել, ոչ էլ սպասել եմ։ Միշտ դու ես իրանից օգնություն խնդրել, ոչ թե ես։ Աստված։ Ինչի ես լուր։ Բան չունես ասելու։ Լավ հանգստացի մաման։ Հանգստանամ, հա, ասում ես։ Մի հատ արի տեղերով փոխվենք, էլի պատկերացնենք, որ ոչ թե իմ հայրն է քո հոր զոհը դառել, այլ քո հերն է սատկել իմ հոր ձեռքով։ Չէ, մի հուզվի, մի նեղվի սատկել բառից։ Այդ քո հոր համար շատ էլ է։ Բայց արի մի հատ վերադառնանք իմ հարցին, էլի ինչ կանեիր, եթե իմ փոխարեն լինեիր։ Մաման իրականում։ Խնդրում եմ, էլի հեքիաթներ չպատմես, չասես, էլի մենակ սխալ եմ լսել, սխալ եմ հասկացել։ Իրականում այդ սպանությունը անվանելը ճիշտ չի։ Դժբախտ դեպք է եղել է։ Սուս մնա, զզվում եմ քեզնից, հիմա քո ամեն բար քո դեմ է աշխատում։ Ոնց ես կարողացել հորդ հետ գործել ու դառնալ իր համախոհը, ոնց։ Իրականում ես երբ որ իմացել եմ արդեն զգացմունքները շատ խորն ա եղել քո հանդեպ, թե չէ։ Ես տենց բան չէի անի։ Դու չես կարա սիրես։ Երևի ես էլ էի, չէ, ձեր պլանի մասը կազմում։ Չնայած ինչի մենակ ես, Լեոն էլ։ Քուր ու ախպեր որոշել էիք ձեր հոր գործը ավարտին հասցնեիք։ Լավ, մանամ հիմա խառը խոսում ես արդեն։ Լսի ավելի լավ ասես ինչի ա գազան հերդ հորը սպանել, ինչի այն զրկել հայր ունենալուց։ Գոյն աղ, իրար հետ այրս կարել է։ Հաղթողները չեն սպանում։ Վախենամ հակառակն է եղել, որ իմ պապան է հաղթել, որովհետև ինքը ամբողջ կյանքում պարտություն չի ունեցել, իսկ քո հայրը ոտքից գլուխ պարտված է։ Լավ, հիմա ինչ ես պատրաստվում անես գնաս սաղին պատմես, ինչ գիտես թե արդեն պատմել ես։ Չէ, ես առանց էդ էլ ինձ չեմ ներում, քեզ սիրելու, ձեր ընտանիք մտնելու, ձեր հետ որևէ կապ ունենալու համար։ Այսքանից հետո չեմ պատրաստվում աղբերներիս կյանքը խորտակեմ։ Դուք ձեր պատիժը Աստծուց կստանաք, հաստատ ստանալու եք, հերդ երազելու է մահվան մասին խոսքս հիշի։ Մանան հերիքը սուս մնա արդեն։ Հաճելի չի, սրանք ուղղակի խոսքեր են։ Իսկ հիմա խորացի ու մտածի, թե ինչա հայրը տարել հորս հետ, մեր ամբողջ ընտանիքի հետ, թե ինչ կյանք ենք մենք ունեցել առանց հորս։ Իմ զույգ աղբորն են կորցրել, տես ինչքան դժբախտություն է հայրդ մեր ընտանիք բերել։ Նորից եմ ասում, անան այդտեղ միտումնավոր բան չկա։ Ես հիմա գժվում եմ այն մտքից, որ աղբերս քրոջդ հետ է ու քուրդ գիտի։ Երևի էդ էր, չէ՞ պատճառը, որ ինչ-որ շրջան անհետացավ Լեոյի կյանքից։ Իսկ հիմա ինչի է եկել, ինչի է հետ եկել ու մտել աղբորս կյանք։ Լսի հիմա տաքացած ես ամեն ինչ ինձ այրահեղ ես նայում։ Ասում եմ, որ ես կյանքում ոչինչ հենց այնպես չի լինում, շատ ճիշտ են ասում։ Ես դժգոհում էի, բողոքում էի, որ Աստված զրկել է ինձ երեխուցս, բայց հիմա շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ Աստծուն, որ չի թողել, որ Մարթասպանի ու Զոհի արյունը խառնվի, որ Մարթասպանի գենը շարունակվի։ Ուր ես գնում, մանան սպասի, այսքան ասիր գնում ես։ Չհամարձակվես ինձ հետևես։ Մոռացի գոյությունս, որովհետև ես մոռացել եմ ու ջնջել եմ քեզ։
Հիմա հասկացար, ուր ենք եկել։ Հա, Բայց չկա Լեա։ Թող խոսքս ավարտեմ։ Ուզում ես վերադառնանք, չէ՞։ Կվերադառնանք։ Բայց ոչ մեկ մեզ չի բաժանի։ Որովհետև եթե Աստված միացնում է, մարդը իրավունք չունի բաժանելու։ Քող չունենք, բայց ծաղիկներից հյուսած պսակ կա։ Ես ամեն ինչը նախապես պլանավորել էի, չէ՞։ Չէ։ Աստծո հույսին էի ամեն ինչ թողել։ Օրհնեցեք հայ Սուրբ։ Աստված օրհնի զավակներս։ Պսակադրեք մեզ հայր Սուրբ։